Սելսուս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ցանկանում է Ախուրյանի վտակ Խորթաջուր գետակի վրա փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել։ Այդ թեմայով Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի նիստերի դահլիճում քննարկում տեղի ունեցավ։ Համայնքի ղեկավարն ասաց, սա հանրային քննարկում չէ, այլ հանրային քննարկումից առաջ բնակիչներին ծանոթացնելու, իրազեկելու հանդիպում։ Ընկերության սեփականատեր Հովհաննես Տոնոյանի խոսքով ստացված էլեկտրաէներգիան օգտագործելու են սեփական կարիքների համար, որի դիմաց պատրաստակամ են համայնքում մի շարք սոցիալական ծրագրեր իրականացնել, օրինակ ճանապարհ վերանորոգել, հոգալ որոշ ուսանողների ուսման վարձը եւ այլն։ Հավաստիացրեց, որ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումն ու շահագործումը շրջակա միջավայրին վնաս չի պատճառելու։ Ես Հայաստանի Համասյան, Հուգասյան այգիների սաղբերը շատ սիրող մարդ եմ, բնություն սիրող մարդ եմ ու ինչ ասեմ, ես իմ ռեսուրսներով շատ բաներ եմ ներող փչացած է վերականգնեմ։ Սակայն ներկաները համաձայն չեն Հովհաննես Տոնոյանի հետ հիդրոէլեկտրակայանների շահագործման դառը փորձ ունեն, որոնց շահագործման արդյունքում Ախուրյան գետում ձկնատեսակները վերացել են, տարածքն ամայացել։ Վերջին տարիներին բավականին ծանծաղել է նաև Խորթաջուր գետակը, ինչը խնդիրներ է ստեղծում նաև գյուղատնտեսության ու հատկապես անասնապահության համար։ Այս գլոբալ տաքացումն ու մեծ կլիմայական փոփոխությունները, որը ազդել է բնաշխարհի, որը ազդել է կենտրոնական աշխարհի ու մարդու կյանքի որակի վրա, գյուղատնտեսությունը այնքան է տուժել, որ մենք այսօր մեր գյուղատնտեսական եւ հողահանդակները եւ անասնագլխաքանակը, գյուղացին անասնագլխաքանակը 4 անգամ կրճատել է ջրի ու խոտի բարձրակայության պատճառով։ Մեկ այլ խնդիր էլ այն է, որ Խորթաջուր գետակ են թափվում բնակավայրերի կոյուղաջրերը։ Ասացին, եթե եղած ջուրն էլ հիդրոէլեկտրակայանի շահագործմանը գնա, տարածքը գաշահոտության մեջ կհայտնվի։ Դա եղել է դեռ սովետական տարիներից այդ խնդիրը ու եթե մենք ունեցել ենք չենք ունեցել բնապահպանական հիմնախնդիրներ, ունեցել ենք վարար Ախուրյան գետ, մեր մոտ սուր չի եղել այդ խնդիրը եւ առհասարակ անգամ զբաղվել կոյուղաջրերի մաքրմամբ, տեղակայմամբ չի եղել նման հարց։ Իսկ այսօր մենք այնքան չունենք այդ Ախուրյան գետը, որ մեր մոտ արդեն կոյուղին է խնդիր, կոյուղաջրերի հոսքն է խնդիր, գարշահոտությունը, էկոլոգիական հետևանքները։ Վերջապես մենք եւ մեր երեխաները այս բնությունը որպես շնոր ենք ստացել, բայց չենք կարող բոլորովին սպառել, որովհետեւ օր-օրի վատթարանում է մեր ունեցած բնական պայմանների վիճակը։ Նախաձեռնողների այն պնդումները, թե գետի էկոլոգիական թողքերը պահպանվելու են, ներկաներին չհամոզեցին։ Ասացին, դեմ են փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցմանը։ Գոյություն ունեն թվեր եւ գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, որը տեսանելի է Ամասիա համայնքի բոլոր բնակիչներին։ Ու ձեր նշած թվերը, ձեր նշած խոստումները, ես չգիտեմ ինչ է լինելու, ինչ ընթացք է ստանալու, բայց մեր էկոլոգիան գտնվում է սարսափելի ծանր վիճակում հենց հեկերի հետևանքով։ Իսկ գլոբալ տաքացումը, որը մեծ ազդեցություն ունի Ամասիա համայնքի, Ամասիայի ողջ տարածաշրջանի կլիմայի վրա, դա նկատելի է բոլոր բնակիչների համար։ Ձյունառատ ցմերները, որոնք ապահովում էին շատ մեծ ցնհալք, այսօր այլևս չկան։ Չունենք ցնհալք, չունենք բարարումներ անգամ, չունենք ամբողջ գետի հոսանքով։ Ձկնատեսակները վերածել են, ծառերը հատվել են, բուսականություն չկա։ Համայնքի կողմից այդ տարածքները տրվել են վարձակալության, մարդիկ քեսի վարձակալները դրանք ցանկապատել են եւ նույնիսկ անասունները չեն կարող այդտեղ արածել։ Դեմ եմ նմանատիպ ծրագրերի, հեկերի Ամասիայում հեկեր լինելու, որովհետև մենք ունենք շատ վատ օրինակներ, որ օրինակ մեր Ախուրյան գետի վրա կան, եթե չեմ սխալում, 3 հեկեր, որի բացասական ազդեցությունը բոլոր համայնքի բնակիչներ բոլորս ենք տեսել եւ չեմ ուզում, որ այս մի փոքր գեղեցիկ հատվածն է մնացել, որը ուզում է տվյալ կազմակերպությունը օգտագործել որպես հեկ, մտածում եմ, որ այս ամեն ինչին մենք հաջողելու ենք այն տեսանկյունից, որ չունենանք նմանատիպ բիզնես ծրագրեր, որը բացասական ազդեցություն կունենա մեր էկոլոգիայի վրա։ Քննարկման ավարտին համայնքի ղեկավարը բնակիչներին առաջարկեց եւս մեկ անգամ այս հարցը քննարկել բարեկամների, հարևանների հետ, որից հետո նոր հանրային քննարկում կնշանակվի։ Մենք նորից մեր կայքով բոլոր բնակիչներին մեկ անգամ եւս կտեղեկացնենք եւ մի անգամ էլ կհավաքվենք նրանց կարծիքի մանրուքներ ներկայացնելու։ Քաղաքացու ձայնը Շիրակի մարզի Ամասիա համայնքից։